Շնորհակալ եմ շատ, պարոն Պապոյան։ Հարցի համար ներողություն, համեցեք։ Շնորհակալ եմ, պարոն Պապոյան, մի քանի հստակեցնող հարց ամեն դեպքում մեր քաղաքացիների համար, քանի որ այս նախագծի ընդունմանը բավականին շատ քաղաքացիներ են սպասում։ Ուրեմն մաքսատուրքի վերաբերյալ ձեր պատասխանից կարելի է ենթադրել, որ մաքսատուրքից ազատման նաև քվոտա հնարավոր է նաև սպասել, որ մինչև գոնե տարվա վերջ, որովհետև ոնց հասկանում եմ, դեռ վերջնական պատասխան չունեք, ես ուզում եի հասկանալ ինչ գործոններից է կախված արդյոք մաքսատուրքը կլինի, թե չի լինի, այս տարի քվոտան կսահմանվի, թե ոչ, ինչ գործոններից է կախված, եւ երկրորդ հարցս, տեսեք, քաղաքացիները նաև ավելացված արժեքի հարկի վերաբերյալ, մենք այս տարի սահմանել ենք 2023 թվականից ավելի թարմ մեքենաների համար, բայց մինչ այդ ոնց որ մենք դա չենք սահմանել եւ արդեն կան բազմաթիվ քաղաքացիներ, որոնք արդեն գնել են մեքենա եւ սպասում են օրենքը ընդունվի եւ ներկրեն։ Այս առումով մենք գիտենք գոնե ինչքան մեքենա կա արդեն գնված։ Հատա։ Եկեք նախ արձանագրենք հետևից կամ, որ կարող է օրենքը չլիներ, ավելին կարող է ազգային ժողովը ասի, չէ, ես չեմ ուզում օրինակ ավելացված արժեքի հարկի արտոնություն տալ, էական չի թվականից։ Հետևաբար այն մարդիկ, ովքեր որ 26 թվականի տրամաբանությամբ են բերել, իրենք արդեն իրանց այդ հարցադրումը այդքանով լեգիտիմ չի, որովհետև օրենքը վերաբերվել է մինչև 25 թվականի դեկտեմբերի 31-ին, իսկ ով է ասել, որ 26 թվականի համար կառավարությունը այս նախագծով գալու էր, կամ ով է ասել, որ դեռ ազգային ժողովը համաձայնություն է տալու այս նախագծին։ Այսինքն այս մասով ես կարծում եմ, որ բողոքի լեգիտիմությունը ամեն ինչ քննարկելի է, այդ թվում մեր սիրելի քաղաքացիների այդ բողոքը եւ վիճակագրությունը կնայենք, բայց այդտեղ կարծում եմ, որ դիտարկումը դա է։ Ինչ վերաբերվում է առաջին հարցի այն մասին, թե ԵԱՏՄ-ում ինչ գործոններ, դա գործոնը հետևյալն է, ԵԱՏՄ-ում որպեսզի որևէ բան դու փոխես, պետք է լինի բոլոր երկրների կոնսենսուս, այսինքն մեկ երկիր եթե անգամ որևէ բանի չի համաձայնվում, այդ որոշումը տեղի չի ունենում։ Նախորդիվ պայմանավորվածությունը եղել է, որ ըստ էության 24 թվականը ԵԱՏՄ երկրների համար այդ մասով վերջին տարին է եղել, բայց բոլոր որոշումներն էլ քննարկելի են, ինչպես մեր հայտարարությունները այսօրվա, այդ նաև ԵԱՏՄ-ի, հետևաբար քանի դեռ կա ժամանակ աշխատանքի, ես կարող եմ ասել, որ այս պահին չունենք քվոտա, այլ բան չեմ կարող ասել։ Համեցեք, չունեք արձագանք։